նախկին պատգամավորը Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակով ճիշտ բաներ է ասում, բայց զարմանալի մի բան կա, ասենք, տեսեք, հայերը փախնում են այս երկրից, բայց այդտեղ երկել ունեն, որ ասում են, քելե լավ, քելե եկանք մեր երկիր, բայց փախնում են այդ երկրից, ես էլ եմ փախել, ես էլ եմ դրսում ապրում, ասում են, քելե լավ, քելե եկանք մեր երկիր, բայց փախնում ենք այդ երկրից, հարցը ինչումն է, որտեղ ավազակապետություն է, խաբեբայություն է, ինքան եմ սիրում եմ երկիրը, չեք պատկերացնում դրսում ապրելով, սուտ ամեն ինչ, հայի մոտ ամեն ինչ սուտ է, դա համար միջև այսօր կոտորում են, դաջում են մեղրին վերցնեն, զարմանալի բան է, ով աստված պետք է Աստվածա փրկե մեր ազգին, երևի Աստված է կօգնի։ Գնացողներին ես չեմ մեղադրում, չեմ դատապարտում, դա էլ աշխատանք է։ Հա պետք է գնան մարդիկ իրենց կյանքը կազմակերպեն եւ մեր կյանքը կազմակերպեն։ Այսինքն սփյուռքը գնացածները դասալիկ չեն, իմ խորին համոզմամբ, անկեղծ եմ ասում, ես դասալիկ չեմ համարում նրանց, ովքեր որ գնացել են։ Նրանք գնացել են իրենց կյանքը կազմակերպելու եւ մեզ օգնելու։ Նրանց, ովքեր որ կմնան ովքեր որ մնում են դիրքերը պահելու համար, այ մենք քննարկում ենք, մենք ով ենք, այ ինչի չենք գնում, ես շատ որտեղ մենք մեր խրամատին ենք մնացել եւ մեր դիրքերում ենք մնացել, եւ դուք էլ ասեցիք դիրքերում մենք այդ առաջին կրակը մեր վրա ենք վերցնում, այո, եւ հակադարձում, հակազդում այդ կրակին։ Մենք ովքեր որ գնացել են, մենք նրանց համար մնում ենք որպես մենք ասելով սիրելի հեռուստադիտող չկարծեք անձամբ մեր մասին է խոսքը Հայաստանում այսօր ապրող մնացած եւ ապրող մարդկանց մասին ենք խոսում։ Իհարկե անձամբ մենք էլ կարող էինք գնալ, մեզ հրավիրում են մեզ հավանողներ կան, մենք ասենք հագախտիկ որպես իմ ասեք որպես գործընկեր Երեք մի երիտասարդի հետ էի խոսում, նա ասում է ինձ բարեկամ ունեմ Բելգիա է կանչում, մյուսը Միացյալ Նահանգներ, չեմ կարող, սիրտս կպայթի, ես ուզում եմ ստեղ օգնեմ, ես ուզում եմ երկրից օգնեմ, բայց չգիտեմ, չի ստացվում։ Այսինքն շատ ծանր էր այդ տղային, մենք միասին որոշեցինք ինչ կարող են անել, որպեսզի օգնի։ Ուզում ասեմ, այո, հրավիրում են, որտեղ բոլորն էլ ունեն ընկերներ, բոլորն էլ ունեն ծանոթներ, բայց ովքեր որ մնացել են գեղեցիկ խոսքեր չասենք, դիրքերում են մնացել։ Մերոնք, մեր պատմիչները սիրուն բան ունեն Արշակ թագավորի մասին, որ հողի վրա, որ հայկական հողի վրա է կանգնում խրոխտ է դառնում, համարձակ է դառնում, ինքնավստահ է դառնում, իսկ Գումիլյովը, Լև Գումիլյովը, Նիկոլայի տղան, դա տեսություն չի, դա ասում եմ, որ դա գիտություն չի, նա ասում է, որ լանդշաֆտը, այդ երկիրը հողը ձևավորում է իրեն հարմար կենսոլորտ, այսինքն մենք, ովքեր որ մնացել ենք Հայաստանում, մենք ուրիշ տեղ չենք կարողանում մնալ, մենք համարում ենք, որ հենց սա է, հենց այստեղ Այո, եւ եթե ասում է հեռուստադիտող Աստված օգնի, Աստված պետք է մնացողին օգնի, պետք է օգնի մեզ բոլորիս, որպեսզի մենք կարողանանք Հայաստան պետությանը ասենք Աստված մեզ հետ է ու մեր գործը անենք, պահպանենք եւ ընդարձակենք մեր երկիրը, որ իսկապես հետ գան։ Մենք հետ եկածներ ենք իմիջայլոց Հայաստանի Հանրապետության բնակչության զգալի մասը երկիր վերադարձածներ են տարբեր տեղերից։ Դե ես էլ եմ սերվում ընդհանրապես Կիլիկիայից է, Կիլիկիա, Ղարս եւ հիմա Հայաստան։ Այո, լսում ենք ձեզ, բարև ձեզ։ Իմ ցանկությունս 50 տարի է ես տեղ եմ, 50 տարի։ Ես կարոտել եմ, որ գամ մի օր այդ պուլպուլակի ջրից ջուր խմեմ։ Երկրորդը Շիրազը 50 տարի առաջ մի հատ բանաստեղծություն էր ինքը գրել, ինձ մի կոպին ինձ տվեց, ասում է տուն աղավնեցեք նոյի ակրավներ, կկոչեք որպես գայլախեղտ կառներ, տուն աղավնեցեք, որ Սևանը նորեն հայերեն երկի, Մասիսը նորեն հայերեն խոսի։ Էսի Շիրազի գլուխ գործոս բանաստեղծությունն էր, որ ինքը
50 տարի առաջ ինձ հատվել բանավեճի գրվածը, որ ինձ դիտը միջև հիմա իր գրված թուղթի մոտը կա։ Հիմա ես ինչ եմ ուզում ասել։ Տիկին Արաքելյան, այս երկու մոլաները կներեք իհարկե։ Մեկը Էշմիածինի մոլան, մեկն էլ Անտելյասի մոլան։ Նստել են այդտեղ, ոչ մի բան չեն անում։ Թողեցան White House-ի դուրս ծեծեն, կապեն, ասեն մենք առաջի քրիստոնյա ազգն ենք, մենք եկել ենք, որ արդարությունը մենք կորսնցրել ենք Արցախը, մենք կորսնցրել ենք ներդում ու տեղը, բերել են այդ մուշ մոլանել եկել է դարելա վարչապետ, ինչ վարչապետ այվար։ Լավ, կներեք, շատ ներողություն, հասկանալի է, այդ դուրը ցավոք սրտի Ալիևն է արդեն մեր փոխարեն ծեծում։ Հա, չէ, այնքան վատ չի, ոնց որ մեր Այո, դե հերվից ավելի վատ է երևում, թե քան մենք ներսում տեսնում ենք։ Բացակայել կարոտից մի քիչ ավելի ցավոտ է անցալում այստեղ ինչ որ տեղի ունենում, բայց վատ չի, մեր հոգևոր առաջնորդները նույնպես մարդ են, սուրբ ենք մենք ասում, բայց նրանք էլ մարդ են, կարող է եւ ինչ որտեղ վրիպ են, բայց ընդհանուր առմամբ մենք պետք է հարգենք։ Բայց պարոն Աշակյան, կարելի ասել, այո, մենք վերադառնանք ամենաառաջին այդ ձևակերպմանը, Փաշինյանը որ ասում է կադրային քաղց է, դուք ասում եք իր շրջապատում չկա, թող նայի ավելի լայն, բայց պետք է այնուամենայնիվ ընդունենք եւ արձանագրենք։ Այս արտագաղթը մեզ իսկապես լավ վնասել է։ Մենք իսկապես ունենք դեմոգրաֆիկ խնդիր։ Մենք ունենք մեր երիտասարդներին ուղարկել են շատ ավելի շատ երիտասարդներին եւ աղջիկներին էլ ուղարկել են դուրս սովորելու եւ հետագայում շատ քչերն են վերադառնում սովորածները ներսում կրթության դուք ինքներդ ասացի գիտության կրթության հանդեպ պարզ չէ ինչ ծրագրերով են երեխաները սովորում դեռ մինչև հիմա մենք առաջ գիտեինք 1, 2, 3 դպրոցներ որոնք հիմնավոր կրթություն էին տալիս հիմա փնտրում են 600,000 ինժեներ ունեին այո մենք իսկապես մեծ կադրային կորուստ ենք գրել այս արտագաղթի արդյունքում այլ հարց է որ նորերն էլ են գալիս պետք է դու կարողանաս նորերին ճիշտ կրթես գիտության ուղիով մարդիկ պետք է կարողանան փող աշխատեն Պարոն Աշակյան ես ուզում եմ ասել հետեւյալը պատասխանեք հետեւյալը հարցից Նիկոլը Սերուս ժուրնալիստը ասում է որ սահմանադրությունը եւ մեր հռչակագիրը այն մասին է որ Հայաստանի անկախ հանրապետության պետականություն չի կարող լինել դա անհնար է դա ահաբեկում չի հայ ժողովրդի նկատմամբ դա զրպարտություն է առաջի հարցին պատասխանեմ դա զրպարտություն է Հայաստանի հանրապետության հռչակագիրը Հայաստանի հանրապետության անկախությունը հռչակելու մասին է, պետությունը ստեղծելու ցանկության մասին է, պետություն ստեղծելու ցանկության մասին է։ Այո, հաջորդ հարցը։ Հա, եւ երկրորդ հարցը, Ալադ Միրզոյանն ասում է, որ Արցախի մեջ քանի որ մարդ չի ապրում, հայություն չկա, ում իրավունքների մասին մենք պետք է խոսենք։ Ուրիշ երկրներ մարտահրավերային երկրին բանաձևեր են ընդունում Արցախի վերաբերյալ իսկ այստեղ հրաժարվում են եւ ուզում են Մինսկի խումբը լուծարեն աղետ է որովհետեւ Մինսկի խումբը մեր ցանկությունով չի ստեղծվել ոչ էլ Ադրբեջանի ցանկությունով է ստեղծել Արցախի հայերի հարցը լուծելու համար Արցախի հայերի ինքնորոշման իրավունքի սահմանների անձեռնմխելիության ուժի չկիրառման այսինքն Հելսինկյան ակտի դրույթների պաշտպանն է հիմա Մինսկի խումբը եթե մենք չենք ճանաչում մարդու իրավունքները չենք ճանաչում ազգերի ինքնորոշման իրավունքը չենք ճանաչում մենք չենք ճանաչում ընդհանրապես խղճի ազատությունը խոսքի ազատությունը եթե մենք Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությունը չենք ճանաչում, այսինքն Արարատ Միրզոյանն ասել է, որ ես, քանի որ Նիկոլ Փաշինյանի կադրն եմ, ես տգետ եմ, ես չգիտեմ, այդ դա էր ասում, Մինսկի խումբը հատուկ նպատակով ձևավորվել է եւ դա ձևավորել է Եվրոպայի անվտանգության համագործակցության կազմակերպությունը, ձևավորել է էթնիկ հայերի իրավունքները պաշտպանելու համար։ Հիմա ինքը որ ասում է էթնիկ հայերի չլինելու պատճառով
Էթնիկ հայերը Արցախի, Լեռնագորնի Ղարաբաղի էթնիկ հայերը էթնիկ զտման են ենթարկվել, վտարվել են իրենց հայրենիքից։ Հայաստանի Հանրապետության թիվ 1 խնդիրը հայերի էթնիկ հայերի պաշտպանությունն է Սփյուռքում, Հայաստանում, թե այլ որևէ երկրում, այլ երկիր եմ ասում, հայկական պետության ֆունկցիան, այ մենք մի քիչ առաջ մեզ ասում են ով է մնում Հայաստանում, ով է արտագնա աշխատանքի գնում կամ հեռանում Հայաստանից, մենք բոլորս միասին փոխադարձ կապի մեջ ենք, մենք չունենք արցախցի, չունենք երևանցի, չունենք նոյեմբերյանցի, ինչքան էլ ուզեն պարակտել եւ մեր մեջ մտցնել դա։ Մենք բոլորս հայ ենք, մենք ժառանգություն ենք ստացել մեր ինքնությունը, այսինքն մենք չենք կարող, ես կարող եմ, այդտեղ մարդիկ կան, օրինակ նույնիսկ Լավրով, Մավրովները, նրանք նույնիսկ չեն կարողանում հրաժարվել իրենց ժառանգությունից։